Դու ես տեղի չես անում։ Հիմա դրա ժամանակը չի։ Արագացեք դուրս ենք գալիս։ Սոֆի! Ամբողջ գիշերը ստեղ ես եղել։ Հա։ Նեղացել ես։ Ինձ հանգիստ թողա, խնդրում եմ։ Ես չէի ուզում Սոնա։ Դու միշտ չես ուզում, բայց չգիտեմ ոնց ստացվում է Լևոն։ Բայց ինչ պետք է մտածեմ։ Գիշերվա 1000-ին մտել ես լոգարան հեռախոսով։ Պետք է մտածես, որ այնքան վատ է վիճակս, որ փակվում եմ ու թաքուն եմ երկու բառ ընկերուս հետ խոսում։ Այդ ժամին Իսկ էլի երբ, եթե ինձ արգելված է զանգել։ Ինձ հանգիստ թող, խնդրում եմ։ Եթե ես իմանամ, որ դու իմն ես։ Հերիքա, Լևոն, մի շարունակի։ Պետք է Իվանդանոց տանը, շտապ։ Մոմենտերը կգան մի անգամից։ Մեզ մոտ կտանենք, մենք բժիշկ ունենք։ Ռոման շուտ արա մի բան ասա, արագ պետք է մի բան որոշենք։ Դու աղջկան տար, մեկ էլ Խանզադյանին։ Ու ինչ չզանգես այնքան ժամանակ, մինչև որ ես քեզ կզանգեմ, լավ։ Լավ, Բա ոնց կիմանանք Մարկը ոնց է։ Կիմանաք։ գնացինք լավ։ Այս ինչ գիշեր։ Սոփի։ 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 Իզուր չէր, որ սիրտս վատ բաներ վկայում։ Սոֆի, ուր ես։ Բարի Լույս։ Բարև։ Չի տենց ուշ եկար։ Ման է ժամը 4-ին ես եկել։ Հա գիտեմ։ Առաջին դեպքն է, որ ես ուշ եմ գալիս։ Զանգում ենք չէր վերցնում։ Դուրս գալուց ասում ես մի ժամից տանը կլինես։ Ու ժամը 4-ին նոր տուն ես մտնում։ Անհանգստանում ենք, չէ՞։ Ու քեզ ինչ ա թվում, մենք պիտի հանգիստ պարկեինք ու քնեինք։ Լսեք, Արմոյի հետ էի։ Ու համել երեք ինձ ամուսնության առաջարկ արեց։ Ինչ։ Այսինքն շատ զարմանալի էր, որ ինձ ամուսնության առաջարկություն են անում։ Դե լավ։ Հետո։ Դե ինչ հետո։ Նատանին նվիրեց, ես է բնականաբար չվերցրեցի, բայց այսօր առավոտյան դուռը զանգեցին, բացեցի ծաղիկեր ու մատանին։ Ու այդ ինչ է նշանակում, մանե ջան։ Մամա ջան, ոչ մի բան չի նշանակում, ուղղակի պատմեցի։ Ինձ ինչի չայ չեք դրել։ Քնած էիր։ Չէի արթնանալու։ Պետք է սպասենք Արամն ու Աշոտը գան։ Մեքենաները պիտի փոխվի։
Ես այդպես էլ չհասկացա ում է եկել։ Մարկը պետքա գար։ Ինքն էր իմացել տեղը։ Ես գիտեի մենք ավելի շուտ հասանք։ Մարկը։ Մարկը փրկեց ինձ։ Այն մարկը, որ ոչ ես, ոչ դու չենք վստահում։ Ամեն մարդ այս բան չեր անի։ Չեր կա գրկեր, երբ որ կրակում են։ Դու չպետք է գայիր։ Ես մեծ մարդու տեղս դեր, բայց մոռանում ես, որ փոքր աղջիկ ես։ Ընդամենը փոքր աղջիկ։ Անկախ ամեն ինչից թե ոնց վերջացավ այս ամենը։ Դու պետք է գիտակցեիր, թե ուր ես գալիս։ Հետևանքների մասին պիտի մտածես։ Ու չպետք է խառնվես իմ գործերին։ Ես չէի կարանում։ Ես քեզ նորից եմ ասում, դու չպետք է խառնվես իմ գործերին ու վերջ, դու սխալ ես։ Աստվածյան։ Իմ մտածելակերպով ես ճիշտ եմ։ Ես չեմ վախենում, որովհետև ինչ պետք է լինի լինում է։ Ու վախը չի օգնում, չի փրկում, չի պաշտպանում, խանգարում է։ Միշտ։ Դու իմ աղջիկն ես, ու դու նման չես ոչ մեկին։ Ես անընդհատ ուզում եմ ինձ հասկացնել, որ եկել եմ հանդիպել 21 տարեկան աղջիկա, կայացած մարդու, պետք է քեզ ընդունեմ այնպիսին, ինչպիսին որ կաս։ Բայց ամեն անգամ քո արարքները ինձ շոկի մեջ են գցում։ Ինձ միայն մնում է հուսալ, որ այն օրը, երբ իմանաս հայրդ եմ, ինձ չես անի քո կյանքից։ Մնացածն արդեն ժամանակի հարց է։ Ես պետք է փոխեմ քո կյանքը։ Դու մեր տուն ես գալիս, չէ՞։ Չէ։ Նախ պետք է օֆիս գնամ, որ իմանան դուրս եմ եկել։ Հետո կգամ ձեր տուն։ Ալո։ Նարնե, ես եմ։ Վայ, ոնց է Սոնա ջան։ Լսի, ես չեմ կարող երկար խոսել, թե չէ կախարդը կարդնանա քնից։ Մենակ չես։ Լևոն երեխուն տարելա դպրոց, Մարն էլ դեռ քնած է։ Ուշադիր լսի, ինչ եմ ասում, ես պիտի փախչեմ ստեղից։ Փախնես։ Չէ Սոնա, ասա որ չես ուզում մնալու դուրս արի։ Չէ, ես երեխու հետ եմ փախնելու։ Գժվել ես Սոնա, չանես այտենց բան։ Դու չես հասկանում, ոչ ոք չի հասկանում, ախր Լևոնը հիվանդ է, հոգեկան հիվանդ։ Կապ չունի։ Սոնա, այտենց բան չանես։ Հիշիր, որ երեխուն ուզում էիր հետ բերել։ Եթե դու հիմա այտենց բան անես, երեխուն էլ չես կարողանա վերադարձնել։ Ախր հասկացի, ես այստեղ մեռնում եմ, դու չես հասկանում, ինքը ծեծում է ինձ, խփում է, տեսարաններ է սարքում, հետո նորից լացում է, գրկում է ինձ, ներողություն է խնդրում, հետո էլի խանդի տեսարաններ է սարքում, էլ չեմ դիմանում, մի օր ինձ կսպանի։ Ես քեզ հավատում եմ, Սոնա։ Մի օր այդ նոպայի մեջ հաստատ կխեղդի ինձ ու կսպանի։ Սոնա ջան, ախր Լսի, ինձ ընդամենը մի բան ասա, տեղ կա, որտեղ ես ու երեխան կարող ենք 2 օր մնալ։ Ես արդեն որոշել եմ ու փախնելու եմ, ընդամենը ասա, տեղ կա թե չէ։ կա Սոնա։ Գիշերը Լևոնը դուռը փակում է, ես պետք է հասկանամ բանալին ուր է դնում։ Գուցե այս գիշեր չստացվի, բայց ամեն գիշեր փորձելու եմ, դու հեռախոսիդ ուշադիր եղի ու մոտդ պահի։ Ու հանկարծ այս համարով չզանգես Նարինե։ Լավ Սոնա ջան։
Ուր էիր։ Սոֆի, ուր էիր։ Այս դեմքիդ ինչ ա եղել։ Սոֆի, ես քեզ ինչ էի ասել։ Ուր էիք, Ռոման։ Մամ կլինի ներս անցնենք նոր խոսանք։ Դու գոնե հասկանում ես իմ հետ ինչ ա կատարվում։ Խոսեք, լսում եմ։ Մամ կլինի նստենք ու հանգիստ խոսանք։ Ես չեմ կարող հանգիստ նստել խոսել։ Սովա։ Ալո։ Եվա։ Ես եմ։ Ամեն ինչ կարգին է, հիմա ես։ Պապ։ Պապանա։ Վայ։ Պապ։ Համանա ջան, Պապա որտեղ ես։ խնդրում հանգստացիր։ Չէ, պապա, լազա, որտեղ ես։ Ամեն ինչ կարգին է։ Պապա, ուր ես։ Ես տուն կգամ կխոսենք։ Տուն ես գալիս։ Գալիս ա։ Կգամ, տան մնացեք։ Բայց հիմա շատ կարևոր գործեր ունեմ, լավ։ Պապ, ասա ուր ես, ուզում եմ գամ։ Ես ինքս կգամ։ Դուք տանը մնացեք։ Տանից դուրս մի եկեք։ Մամա չուրախացար։ Ես ասածներդ այդքան էլ լավ չհասկացա։ Լավ էլի, հիմա արդեն տանն եմ ու ամեն ինչ լավ է։ Բա ինքը որտեղ է։ Ռոբերտը Հա, գնաց օֆիս, ասաց հետո կգա ստեղ։ Ոնց է վիճակը։ Տանգավոր բան չկա, բայց շատ արուն է կորցրել։ Գնդակը մարմնի մեջ չի։ 2-3 օր թող պարկի, ես կգամ վիրակապը կփոխեմ։ Ես տենց էլ չհասկացա այդ մարդը ով է։ Ես էլ, բայց շատ հարազատի նման է։ Դե զգացվում է, որտեվ իրան մի տեսակ ուրիշ ձև ես վերաբերվում։ Սոֆի, Ասա։ ինչ է եղել քեզ։ Վախեցել ես։ Չէ։ Բա ինչ է եղել։ Մարկի մասին եմ մտածում։ Արզ է։ Կզանգես իմանաս ոնց է։ Չէ, հիմա չէ։ Բա երբ։ Դե ասել են 2 օր մի զանգեք։ Բա ոնց իմանանք։ Սոֆի, ամեն ինչ նորմալ է։ Մի այդքան մտածի։ Հեշտ ես ասում։ Գիտես, որ չեմ կարա։ Այդ ինչի չես կարա, որ։ Որովհետև իմ պատճառով ա եղել, Ռոմ։ Սոֆի, քո պատճառով չի եղել այդ։ Լավ էլ իմ պատճառով ա եղել, դու էլ լավ գիտես։ Որ ասում եմ մի արի, այս սրա համար էի ասում։
Լավ, ես գնամ։ Չէ, սպասի։ Ուր ես գնում։ Գնամ Աշոտենս մոտ։ Աշխատեք դուք էլ վաղը դուրս մի եկեք։ Ոնց ասես։ Կարամ հասկանամ ինչի սենց տոնդ փոխվեց։ Իսկ այդ նորմալ խոսում եմ։ Էս նորմալ է, հա։ Իսկ կարամ հասկանամ ինչ ես այդքան անհանգստանում այդ Մարկի համար։ Այսինքն։ Ոչ մի բան, լավ։ Չէ, կարող է պարզ արտահայտվես։ Ուզում եմ ասեմ Մարկի հետ ամեն ինչ նորմալ է։ Դու հանգիստ եղի։ Իսկ որ մարդ հես մի բան լինի Մարկին, մենք դրա մասին կիմանանք։ Ասում են վատ նորությունները շուտ է տեղացնում։ Ձեռ ես առնում։ Չէ, Սոֆի ջան, ձեռ չեմ առնում։ Ասում եմ Մարկի հետ նորմալ է ամեն ինչ։ Իսկ դու քեզ մի մեղադրի, դա անիմաստ է։ Կարել դու չլինելու այդ նույն բանը շատ հանգիստ լիներ։ Այդքան բան։ Ես գնացի տղեկի մոտ։ Նամ քնեմ։ Այսօր իմ մոտ քնի, հա։ Ինչի։ Ոնց որ մի քիչ տաք, հա։ Լավ, դե թող քո մոտ քնի։ Ես էլ այստեղ կքնեմ։ Չէ, մենք այնտեղ երեքով կքնենք։ Չէ, ինչի, Արման ջան, գնա մամայի մոտ քնի, հա։ Եթե այդպես է ուզում։ Տափուկ։ Քեզ դրել ես խեղճի տեղ, բայց լավ էլ խորամանկն ես փողոցային։ Դե թռի բալես։ Ալո։ Ես եմ։ Ես կգամ խոսենք, գիտեմ որ Ես կես մարդ դառա։ հասկանում, բայց կարևորը որ արդեն տանն է Սոֆին։ Չեմ ասում որ ճիշտ արել, բայց արդեն տանն է։ Ու հիմա դա կարևոր։ Լավ, իսկ դու ոնց ես։ Ես լավ եմ։ Ու ամեն ինչի մասին խոսենք։ Հիմա ինձ ասաս Սոֆին տանն է։ Հա։ Ու շատ դեր եղի որ տանից դուրս չգա։ Լավ։ Դու եմ միասը, բայց տունը հսկում են։ Ռաֆայել, ինչա կատարվում։ Հիմա ոչինչ ասել չեմ կարող, հետո։ Սոֆին հերիք չէր, հիմա էլ դու։ Նայիր որ Սոֆին տանը լինի, որ ժամին որ դուրս գա, եթե չկարողանաս տանը պահել զանգիր ինձ, այս համարով, սա ինձ մոտ կլինի, որ ժամին էլ որ լինի, բայց նրան մի ասա որ տունը հսկում են։ Եթե պետք լինի տաքսի էլ կկանչեմ շենքի մոտ, մենակ թե գնա ու երեխուն էլ տար։ Հիմար անուղեղ, այդ ժամանակ արդեն էլ ոչ մի շանս չես ունենա երբևէ երեխուդ հետ բերելու, ու Լևոնն էլ արդեն քո վրա խաչ կքաշի։ Չեկավ պապան։ Հա բայց ասես որ կուշանա։
Մենք կարող ենք գնալ քնելու։ Հնարավոր է որ առավոտյան գա։ Ես կսպասեմ, ինչքան որ պետք է, ես կսպասեմ։ Հա, ես էլ եմ սպասում։ Տեսնես ուր ա դրել, ախր միշտ գրպանում էր լինում։ Մոռացել է փակի։ Մոռացել է, ուրեմն հենց այսօր էլ կգնամ, հենց այսօր։ Ալո, ես եմ։ Հենց հիմա տաքսի կանչի մեր շենքի մոտ։ Մենակ արագնարն է։ Ալո։ Ուր ես։ Քանի անգամ պետք է զանգեմ։ Ինչ ա եղել։ Ինչ որ մարդիկ գնացել են Ռաֆայելին Մանուկյանի մոտից կողացել են։ Ովքեր։ Չգիտեմ։ Այսինքն ահա որ խառը վիճակ է։ Ես չեմ հասկանում ինչ ա լինելու ով արելու ինչի համար են արել։ Մանուկյանը կվառի դրանց։ Գիտեմ։ Բայց ո՞ւմն էր պետք է Ռաֆայելը։ Ինչի են արել։ Չգիտեմ։ Փորձում եմ հասկանալ։ Բա հիմա որտեղ է։ Տուն ա գնացել։ Ախ։ Ինչ։ Ես ինչ է եղել։ Ոչ մի բան։ Ասում ես տանն է։ Հա։ Այսինքն հեսա կհանդիպեց Սոֆի Յոհաննայի հետ։ Դե հա։ Ես ոնց հասկանում եմ Ռաֆայելը մեռնելու հետ սեր չունի։ Ամեն տեղից դուրս է գալիս։ Կրակից, ջրից։ Այդ հիմա Մանուկյանը հաստատ դրան կսպանի։ Կամ կսպանի, կամ այդ 100 կյանք ունեցող էլի կշարունակի պրոբլեմներ հարթել։ Արգու լսում ես ինձ։ Լսում եմ։ Հիմա այդ մեր աղջիկը կարող են խանգարել ինձ։ Շատ շուտով այդ Ռաֆայելին ուղարկելու ենք երկինք։ Այս անգամ արդեն հաստատ։ Ես իմ ձեռքով։ Ու ես չեմ ուզում կամ Հայաստան, ու ինչ որ մամա ու աղջիկ կան ասեն բարև պապա, բա ինչի չես երևում։ Դրանքից կխանգարեն, լսում ես։ Ես քեզ ասել եմ ինչ անես։ Վերացրու դրանց, Մարկ։ Ու ակուրատնի։ Ու հենց այսօր։ Լավ։ Կզանգեմ, ու աշխատի չքորես։ Ես չեմ կարող քեզ մի ամբողջ օր զանգել ու դու չվերցնես հեռախոսը։ Էլ տես բան չի լինի։ Մարկ,
Ամեն դեպքում քեզ մոտ իմ բանն չի։ Ամեն ինչ նորմալ է։ Ինչ որ չեմ հավատում։ Ասում եմ նորմալ է։ Լավ։ Համարենք որ սխալվում եմ։ Բարի գիշեր։ Ուր են գնում։ Հիմա կասեմ։ Այ քեզ բան։ Ես հիմա կգամ։ Ուր մամ։ Դու խելոք նստի, ես հեսա վազելով գնում եմ գամ։ Խնդրում եմ շարժվեք դուրս եկեք այս բակից, ես հետո կասեմ ուր ենք գնում։
Խնդրում եմ ձեր հեռախոսը կտակ զանգեմ։ Ալո, Ես եմ։ ուր ես։ Նարնե, ես հիմա հեռախոսը կփոխանցեմ վարորդին, կասես մեզ ուր բերի։ Լավ, Սոնա ջան, բարեկամ ուստունն է, բայց իրանք մի ամսից հետ են գալու։ Ինձ ընդամենը մի քանի օրով է պետք Նարնե։ Լավ, Սոնա, փոխանցի, բացատրեմ վարորդին։ Խնդրում եմ մի հատ հասցեն վերցրեք թող ասի։ Լևոն։ Լևոն։ Լևոն արթնացիր։ Քնելու ժամանակը չի։ Ինչ ես ուզում, մամ։ Ասում եմ արթնացիր։ Լևոն։ Մամ, դե թող քնեմ էլի, բայ։ Մի հատ վեր կացես խմի։ Լևոն, սուրճ եմ բերել։ Մամա, արթնացնում ես, որ սուրճ խմեմ։ Հա։ Մի երկու կում խմի, որ հետո ինչ որ եղել է կարողանամ ասել, որ այդպես մի անգամից չստացվի։ Մամ, ինչ է եղել։ Էլի պատերազմել է, կռվել է առավոտ գիշերով Սոնայի հետ։ Մի հատ սուրճդ խմի։ Մամա, չեմ ուզում։ Սոնա։ Իզուր մի գորա։ Ինչի։ Առավոտը ես էլ գորացի, ոչ մի պատասխան չստացա։ Մամա, ինչ ես խոսում, մի հատ կենտրոնացի։ Սոնան տանը չի։ Այսինքն։ Սոնան գնացել է ու երեխուն էլ հետն է տարել։ Ոնց են գնացել, դուռը փակել, դուռը ես եմ փակել։ Ինձ ես հարցնում, ես ինչ իմանամ։ Առավոտյան վեր կացա, տեսա չկա։ Հետո մոտեցա դռանը, տեսա դուռը բաց է։ Ոնց ես, քնել ես գոնե։ Քնել։ Այսօր բժիշկը էլի կգա։ Պետք է մի քանի օր վիրակապը փոխի։ Արդեն գնում եմ։ Ոնց։ Շատ շնորհակալ եմ։ Պիտի գնամ։ Բա որ բարդություններ տա հետո։ Ոչ մի բան էլ չի լինի։ Դու գիտես։ Շուխուր կա։ Չէ, ոչ մի բան։ Երկու օրից սրա ձենը դուրս կգա։ Մենք էլ ենք սպասում։ Տենանք ինչ տիպի շուխուռա դուրս գալու։ Դուք ինչի մտակ ես պատմության մեջ։ Այդ հարցերով Ռոմանի հետ։ Ռոմանի, հա։ Հա, Ռոմանի։ Նստի։ Իհարկե բախտդ բերել է, որ ավելի լուրջ բաներ չի եղել։ Բայց կարա ավելի վատ լինի։ Մնա, մի երկու օր էլ մնա, կդզվես նոր կեթաս։ Ապրեք։ Ես երդվել եմ, որ քո ամեն ասածը անելու եմ, որովհետև դու իմ համար հոր նման ես եղել, օգնել ես, կողքս ես եղել։ Ճիշտ է, ընտանիքդ ինձ չի ճանաչել, բայց դու միշտ օգնել ես ինձ։ Ու հիմա ես պիտի կատարեմ քո հրամանը, որովհետև տենց է ձևը, որովհետև ես չեմ կարող հիմա դավաճանել քեզ։ Բայց պետք է անեմ, անկախ նրանից ուզում եմ թե չէ, պիտի անեմ։